Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեզ մեղավոր կարգել Արցախը հանձնելու, Զանգեզուրի միջանցք տալու եւ 4-րդ հանրապետություն ստեղծելու համար, սիրելի ժողովուրդ։ Չենք ստեղծում 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետությունը արդեն ստեղծվել է, արդեն իրողություն է, եւ 4-րդ հանրապետության հեղինակն էլ էլի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ցուցելի փաստ է, որ այսօր մեր կողմից իրականացվող քաղաքականությունների հեղինակը ժողովուրդն է։ Դուք դա դրատակ պետք է ստորագրեք։ Նա նախաձեռնելու է սահմանադրական փոփոխություններ, փորձելով ընտրվել, դա ներկայացնել որպես խաղաղության օրակարգ եւ ձեզ մեղավոր ու հանցակից կարգել այն ամենի մեջ, ինչը նա արել է։ Այս մասին նա փաստացի խոստովանել եւ ներկայացրել է իր քարոզչամեքենայում Civic AM-ում տալով հարցազրույց, որի թեզիսներին կարճ կանրադառնանք, նրա հիմնական թեզերին, իսկ սա դրել եմ այստեղ, որպեսզի տեսնեք, որ սա բնական արձանիկ է, խորհրդանշական, ես սա դնում եմ, որ Արարատը միշտ լինելու է Հայաստանի կառավարության գլխին հետևում, միշտ հետապնդելու է նրան, հետևաբար նրանից փախչել չի լինի։ Այս գեղեցիկ խորհրդանիշը միշտ իմ սեղանին է եւ մնալու է այնտեղ։ Սա ուղղակի այդ իմաստով շատերը հարցնում են դա ուղղակի լոգո է թե իրականություն, սա ռեալ արձանիկ է, սիրելի բարեկամներ։ Նիկոլ Փաշինյանին մենք անդրադառնում ենք ոչ թե որովհետև այլ զբաղմունք չունենք։ Նա Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետն է, որոշումներ է կայացնում, որը ազդում է բոլորիս վրա։ Այլ հավասար պայմաններում, եթե նա չլինի վարչապետ եւ կրկին փորձանքներ չբերի մեր երկրին, բնականաբար նրան երբևէ չեն անդրադառնա, որովհետև նա թե քաղաքական իմաստով, թե մարդկայնորեն առհասարակ հետաքրքիր չէ։ Նա ասում է, որ Հայաստանի 4-րդ հանրապետությունը արդեն գոյություն ունի, մնում է այն հաստատել, նկատի ունենալով, որ սահմանադրական փոփոխություններ է անելու, այն ատելի սահմանադրությունը, Սերժ Սարգսյանի կարած կոստյումը, որը նա հաճույքով 7 տարի կրել է բերելով մեզ փորձանքներ եւ հավակնում է 3-րդ անգամ իշխելու Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետեւ Սերժ Սարգսյանը վերացրեց 2-րդ անգամ անընդմեջ ընտրվելու արգելքը եւ դա հրաշալի մի նվեր դարձավ Նիկոլ Փաշինյանի համար։ Մի խոսքով, նա պատրաստվում է սահմանադրությունը փոխել, այսինքն կատարել Իլհամ Ալիևի պահանջը հանելու նախաբանից անկախության հռչակագրին հղումը։ Անկախության հռչակագրի հղումը, քանի դեռ կա Հայաստանի սահմանադրության մեջ, դա 3-րդ հանրապետությունն է Նիկոլ Փաշինյանի։ Մենք պետք է 4-րդը իրավաբանորեն ամրագրենք, ժողովուրդը դրա տակ պետք է ստորագրի, դառնա հանցակից Արցախը հանձնելու, Զանգեզուրի միջանցքը հանձնելու եւ ապագա աղետների, որ հետո չասեն Նիկոլը գնաց, թաքուն Ալիևից ստորագրեց։ Ժողովուրդ ջան, բերեցինք, դուք ստորագրեցիք, դուք համաձայնվեցիք, սա է անում Նիկոլ Փաշինյանը։ Եվ ամեն ինչի նա խոսում է, դրա փաթեթավորումն է։ Նա ասում է, որ պատերազմից հետո ինքը եկավ գիտակցության, որ փոխվեց նա Արցախյան շարժման գաղափարակից էր մի ժամանակ, հետո հասունացավ եւ հասկացավ, որ եթե այսպես շարունակվի Արցախի հարցը մենք միշտ պահենք, ուրեմն կկործանենք Հայաստանի Հանրապետությունը։ Դավաճանության տրամաբանությունն էլ այդտեղից է գալիս, որ ըստ էության այդ խոսակցությունի մեջ է կա, բա մի րոպե, բա դու Ղարաբաղի շարժման ծնունդ ես, հիմա ասում ես Ղարաբաղյան շարժում պետք է տեղի չունենա։ Այո, սա ռևոլյուցիոների էվոլյուցիան է։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եվ եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի սեպտեմբերին, 27-ից առաջ սեպտեմբերի, եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Եթե մենք այս էվոլյուցիայի ճանապարհը չանցնենք, մենք հիմա պետականություն չենք ունենա։ Բայց չգիտես ինչու, մինչև դա չէր կործանվում, նրա գալուց հետո, երբ նա ինքը հռչակեց Սարդարապատ պետք է անենք Արցախում, երբ նա ինքը ասաց, որ Արցախը Հայաստան է վերջ, ինքը այդ ավանտյուրան արեց, հիմա ասում է ժողովուրդ, դա դուք եք արել։ Եվ որպեսզի դա հաստատվի իրավաբանորեն, հա, պետք է ստորագրեք դրա տակ, պետք է սահմանադրություն նոր ընդունենք, պետք է գնանք եւ կողմ քվեարկեք, որ ինձ ազատեք պատասխանատվությունից, նոր իշխանություններից չդատեն, որ լեգիտիմացվի այն ամեն ինչ ես արել եմ առանց ձեզ հարցնելու ձեր թիկունքում։ Ամենացավալին նա է այս ամենի մեջ, որ շատերը նրա անկեղծությանը հավատում են, բայց նա տեսեք ինչպես է այս ամեն ինչը կեղծիքի մեջ փաթեթավորում, որպեսզի դուք այդ կոտ ուտեք եւ գնաք հետագայում իրեն ընտրեք, որպեսզի ինքն էլ սահմանադրություն բերի եւ դրա անունը դրել է խաղաղություն։ Եթե խաղաղություն է, ինչու արցախցիները օրինակ չպետք է վերադառնան իրենց կամքով։ Ինչու է դա անիրատեսական եւ վտանգավոր։ Եթե խաղաղություն է, ինչու է մինչև հիմա փակ Գորիս-Կապան ճանապարհը։ Եթե խաղաղություն է հաստատվել, ինչու է դրվել նախապայման, որ մինչև սահմանադրությունը չփոխես, ոչ մի խաղաղություն չի լինելու։ Դա խաղաղություն չէ, դա շանտաժ է, դա ռազմագերու վրա վերցված պարտականություն է։ Խնդիրը նա է, որ ինքն է սկսել այս ավանտյուրան եւ մեր ժողովրդին եւ պետականությունը դրել վտանգի տակ, հենց ինքը։ Բայց այդ մեղքը նա չի ուզում միայնակ կիսել։ Այդ մեղքը նա ուզում է բարթել բոլորիս վրա։ Բայց արդյոք դա նրա մոտ կստացվի։ Հետևաբար նրան չընտրելը հենց լինելու է Հայաստանի պատիվ արժանապատվությունը եւ որպես ռազմական հանցագործ եւ ագրեսոր
Մենք ինքներս մեզ չճանաչելու համար նրան այլևս չպետք է վստահել։ Եթե դուք սիրելի ժողովուրդ համաձայնվեք նրա թեզերին եւ գնաք նրան կողմ քվեարկեք, դուք դառնալու եք Արցախը հանձնող Զանգեզուրի Միջանցքը տվող 5000 մինչև 5000 զոհերի պատասխանատուն։ Դուք բոլորդ։ Եվ Նիկոլ Փաշինյանը լվանալու էր ձեռքերը։